Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում կառավարության ծրագրի 2025 թվականի ոլորտային կատարողականն են ներկայացրել արտաքին գործերի, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունները։ Հայաստանյան կողմն արդյունավետ ներգրավվածություն է ապահովել ԱՊՀ ձևաչափով բազմակողմ գործակցությանը։ Արտաքին գործերի նախարարությունը շարունակել է կանոնավոր գործակցությունն ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գերատեսչությունների հետ։ Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը ներկայացրել է, որ Ռուսաստանի հետ բարձրագույն և բարձր մակարդակներով շարունակվել է երկխոսությունը։ Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև տեղի է ունեցել 5 հեռախոսազրույց և 4 հանդիպում։ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանությունը կազմել է շուրջ 7.7 միլիարդ ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա 2024 թվականի համեմատ նվազել է 38.3%-ով։ Ղազախստանի հետ շատ կարևոր զարգացումներ են տեղի ունեցել անցած տարում։ Հայաստանի վարչապետի և Ղազախստանի նախագահի, ինչպես նաև երկու երկրների արտգործնախարարների միջև կայացել են հեռախոսազրույցներ։ Ողջունվել է Վաշինգտոնում Հայաստանյան Ադրբեջանի Հանրապետության և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հռչակագրի ստորագրումը Ղազախստանի կողմից։ Մարտի 26-27-ին տեղի ունեցել արտաքին գործերի նախարարի այցը Ղազախստան եւ ապրիլի 18-ից 20-ը Հայաստանում անցկացվել են Ղազախստանի մշակույթի օրերը։ Բազմաթիվ այլ միջոցառումներ են տեղի ունեցել երկու երկրների միջև համագործակցության շրջանակներում։ Փոխնախարարը ընդգծել է, որ Հայաստանը դիվերսիֆիկացնում է հարաբերությունները, գործընկերությունը սերտացվում է Եվրամիության անդամ պետությունների, Չինաստանի, Մերձավոր Արևելքի պետությունների հետ։ Ֆինանսների փոխնախարարը մատնանշել է, որ հարկային ոլորտում կատարելագործվել է մակրոտնտեսական կանխատեսումների և վերլուծությունների համակարգը։ Անդրադառնալով պետական պարտքին, Արման Պողոսյանը նշել է, որ միտումները կառավարելիության տիրույթում են։ 25 թվականի տարեվերջի դրությամբ պետական պարտքը կազմել է 5.5 տրիլիոն դրամ կամ շուրջ 14.5 միլիարդ ԱՄՆ դոլար։ Դրամով արտահայտված պարտքի կշիռն է անշեղորեն աճում։ 2025 թվականի ընթացքում ներքին փոխառու միջոցների հաշվին պետական բյուջեի պակասորտի զուտ ֆինանսավորումը կազմել է 297 միլիարդ դրամ կամ ընդհանուրի 67.7%-ը, եւ արդյունքում 2025-ի տարեվերջի դրությամբ դրամով արտահայտված պարտքի կշիռը կազմել է 52.9%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 2.2%-ային կետով։ Արման Պողոսյանը խոսել է նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցության մասին։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ տեղեկացրել է, որ համաձայն վիճակագրական կոմիտեի տվյալների Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է ավելի քան 8 միլիարդ դոլար։ 25 թվականին արտահանումը Հայաստանից ԵԱՏՄ կազմել է ավելի քան 3.2 միլիարդ ամերիկյան դոլար։ Զբոսաշրջության մասով համաձայն ՀՀ սահմանային անցման կետերով հավաքագրված նախնական տվյալների 25 թվականի հունվար-դեկտեմբերին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր թվականակը կազմել է ավելի քան 2 միլիոն 263 հազար, մարտ 24 թվականի նույն ցուցանիշը գերազանցելով 2.5%-ով։ Մեր երկիր զբոսաշրջային հոսքերի աճը էկոնոմիկայի նախարարի գնահատմամբ պայմանավորված է քաղաքական և մասնագիտական գործոններով։ Մասնագիտականը իրավասու կառույցների կատարած աշխատանքն է, իսկ քաղաքականը, ինչպես պարզաբանել է Պապոյանը, օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնությունն է։ Վերլուծությունը փաստում է, որ խաղաղության հաստատումը միանշանակ բարերար ազդեցություն է ունեցել նաև այս ոլորտում։ Լիանա Խաչատուրյան, լուրեր։